Ռաֆայել Մնացականյանը Facebook-յան իր էջում գրել է. «Ասել եմ եւ կրկին կասեմ. Հայաստանի խնդիրը ոչ թե սոված աղքատներն են, այլ անկուշտ հարուստները։ Այս քարտեզը ոչ դիմությանն է, ոչ էլ ընդդիմությանը։ Ժողովրդի բերանը ամեն ինչ դրեցին բացի ատամից։ Դիտենք տեսանյութը»։ Կապ չունի ով է սա բռնում։ Իշխանությունը, ընդդիմությունը, սա Հայաստանի Հանրապետության քարտեզն է։ Ու կապ չունի ով է ներկայացնում, երբ որ սա վերցնում են քմահարանքով են խոսում, ել չեմ ասում նետում է։ Այստեղ արդեն ամեն ինչ առողջ տրամաբանությունն է այստեղ սպառվում։ Երբ որոշ քաղաքական գործիչներ Հայաստանի Հանրապետության քարտեզը ցուցադրում են որպես պետականության խորհրդանիշ, իսկ մյուսները այս քարտեզը ցույց է տալու ասում չէ, սա դավաճանական խորհրդանիշ է, այստեղ շատ լուրջ խորքային խնդրեմ կա։ Ի վերջո, այս քարտեզը որևէ կուսակցության եւ որևէ անհատի քարտեզ չէ ու անուններով եկեք ասեք, որ Փաշինյանը ներկայացված, սա Փաշինյանի քարտեզը չի։ Սա Հայաստանի Հանրապետության քարտեզն է։ Դա այն պետությունն է, այն պետության սահմաններն են, որի սահմանադրության համաձայն դուք, պարոնայք, ընտրվել եք ազգային ժողով ոչ բարով, որի օրենքներն եք փորձում խմբագրել, ընդունել, չգիտեմ ինչ անել, բայց դեռ բան չենք տեսել, բայց կապ չունի, մի օր կանենք երևի։ Որի պետական բյուջեից աշխատավարձ եք ստանում, որի անունից խոսում եք միջազգային հարթակներում, բայց չեք ընդունում այս սահմանները։ Երբ խորհրդարանի ամբիոնից հերթական անգամ սկսվում է դեմագոգիկ զրույցը, որ սա քիչ է, սա ամբողջականը չէ, սա արդար չէ, այս խոսույթը հարց է առաջանում։ Okay, բա հետո ո՞րն է առաջարկվող լուծումը։ Սա քիչ է։ Հետո որտեղ է այն միջազգային մեխանիզմը, որը կարող է փոխել այս իրականությունը եւ որ երկրի պարագայում է դա հաջողել, որ մի երկիրն է փաստաթղթով, ասենք 100 տարվա փաստաթուղթ, դուք հասկանում եք, որ փաստաթղթի մասն են խոսում, հանի այդ փաստաթուղթը գնա մակն էլ ասի ճիշտ եք ասում, այ ճիշտ եք ասում, այ սա ձերն է եւ վերցրեք։ 40 միլիոնից քրդերին սպանում են ամբողջ օրը, ոչ ոք տերը չի կանգնում։ Էլ չեմ ասում իշխան ժողովուրդները ընդհանրապես հայրենիք չունեն, պետություն ու պետականություն չունեն։ Իսկ մենք ունենալով կասկածի տակ ենք դնում սա։ Մենք չենք մտածում ինչ է ներսում, մենք մտածում ենք ինչ է դրսում, դրա համար էլ ներսում դժոխքի ենք վերածում ամեն ինչ։ Քաղաքական գործչի պարտականությունը տարբերակելն է այս զգացմունքները։ Պատմաբանը ինչ ուզես կասի, պատմաբանը ինչ փաստաթուղթ ասես կթափահարի, ինչի մասին ասես կասկածի տակ կդնի, կգնա անցյալ, բայց երբ որ դա արվում է խորհրդարանում, երբ որ դա անում է պետական գործիչը, դա արդեն պետական դիրքորոշում է, որը մերոնք այդպես էլ չեն հասկանում, որտեղ փողոցից են ավակետար է, որ դա դիրքորոշում է պետության, որը պետք է պատասխան տրվի դրա համար, ամեն բառիթ համար։ Պատմաբանը կարող է մի բան քարի կտոր գտնել, ասել, սա էս ինչ թվի, էս ինչ բանն է։ Բայց երբ որ պետական գործիչը ամբիոնին մոտենում է, ասում է, սա էս ինչն է ու կասկածի տակ է դնում ներկայիս իրականությունը, դրա համար պատասխան պետք է տա։ Պես 15 տարի հենց նույն Լոս Անջելեսում ապրելով, ես տարբեր ուժերի մեռա բացատրելով, եւ եթերում են ժամանակ հեռուստատեսության, եւ ռադիո, եւ հիմա էլ Երևանյան տաղավարից եմ ասում, դուք որ 15, 20, 30, 40, 50 տարի աշխարհի ամենամեծ մայրաքաղաքներում գոռում էիք մահ Թուրքիային, երբ որ դուք այրում էիք դրոշները հրապարակային, երբ որ դուք պահանջատիրական շատ լուրջ պահանջներ էիք ներկայացնում ու մեծ հաշվով պատմական արդարության վրա հիմնվելով էիք այդ ամենը անում։ Բայց դուք չէիք մտածում, որ Թուրքիան էլ իր լծակները օգտագործելով ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի վիճակը լինի մոտավորապես այն, ինչին մենք հասանք։ Այսինքն եթե դուք անող եք, կարող եք, ուժեր եք, հրապարակային դա չեն անում, դա հրապարակներում չեն անում։ Յուրաքանչյուր ժողովուրդ այո կարող է ունենալ իր պատմական հիշողությունը եւ ունի այդ հիշողությունը, ցանկացած ժողովուրդ։ Իր մշակույթը ունի, իր աշխարհագրական ընկալումները ունի, իր ցավը ունի, իր տառապանքը ունի, իր վեհության մասին լեգենդները ունի։ Դուք մի ժողովուրդ կարող եք, հազարավոր ազգեր կան։ Մի ազգի պատմություն վերցրեք կամ նայեք, որ հանկարծ մի ազգ ասի, չէ, գիտեք ինչ կա, մենք մեծ չենք, մենք ահեղ չենք, մենք քստմնելի ոչնչություններ ենք։ Չկա, ամեն ազգ յուրովի է, փառահեղ է իր տեսակով, իր պատմության համար, իր պատմագիրների տեսանկյունից։ Բայց պետությունը ղեկավարվում է ոչ թե հույզերով, էմոցիաներով, 2000 տարվա հեքիաթներով, այլ ցավոք սրտի ներկայիս իրականության ընկալմամբ։ Լավ կլինի մտածենք ոչ թե սահմանների չափերի մասին, այլ այն կյանքի որակի, որը պիտի լինի այս սահմաններից ներս։ Մտածեք այդ ուղղությամբ։ Ամբողջական տեսանյութը դիտեք ARTN TV YouTube-յան ալիքում։